Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ, Արտուր, բարի օր, շատ հետաքրքիր պահի է մեր ուրեմն ուղիղ եթերը գնում, հենց այս պահին, երբ որ գնում է իմ եւ Արտուր Խաչիկյանի հերթական ոդքասթը, մենք այն պայմանական վերնագրել ենք Խաչագողի հիշատակարանը, շատ սիմվոլիկ է, որ մենք երբ որ մտածում էինք վերնագիրը, չէինք էլ մտածում, որ հենց այսօր ուրեմն Բաքվից Երևանի Զվարթնոց օդանավակայան իջնելու է Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության ինքնաթիռը, որը գլխավորելու է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը, հիշեցնեմ, որ Շահին Մուստաֆայևը ինքը ծնվել է ուրեմն Տավուշում, ինքը ծնվել է այդ ռեգիոնում, որտեղից Նիկոլն է, շատ լավ տիրապետում է հայերենին եւ ավելին ես մի ժամանակ 44-օրյա պատերազմի ժամանակ մի տարեքով հայ էր խոսում այդ նույն գյուղից, որտեղ ծնվել է Շահին Մուստաֆայևը եւ ասում էր, որ անգամ շարժման, Ղարաբաղյան շարժման առաջի այդ հանրահավաքներին 88-ին Շահին Մուստաֆայևը եւս որպես Արցախը Ղարաբաղը պահանջող, որ վերադարձնեն Հայաստանին, այդ հանրահավաքներին մասնակցում էր եւ հիմա Արտուր, ես ուզում եմ, որ իհարկե այս պահին դեռ պաշտոնական ուրեմն տեղեկատվություն չկա, թե ինչ են քննարկելու, բայց հաշվի առնելով այն, որ Շահին Մուստաֆայևը նաև սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի ուրեմն նախագահն է, ղեկավարն է ադրբեջանական կողմից, արդյոք այդ մտավախությունները, որ հենց այս պահին ես նայում եմ հայկական մամուլում կան, որ չի բացառվում, որ օրակարգում, այստեղ հիմա ես նայում եմ, ինչ ասում, արդեն մամուլը գրում է, որ չի բացառվում, որ այստեղ քննարկվելու է նաև այն, որ Ալիև անդադ ասում էր անկլավների վերադարձի հարցը Ադրբեջանին եւ մասնավորապես Քյարքի, Տիգրանաշեն եւ մնացած բնակավայրերը Տավուշի մարզի, խնդրեմ։ Դե արդեն խոսել ենք սրա մասին, Նայրա ջան, որ անկլավները սրանք հանձնելու են։ Նրանք իհարկե սկզբից ասել են ոչ, sense բան չի լինի, հետո կասեն դե չգիտենք կլինի թե չի լինի, ձեր գործը չի, ինչ կուզենք կվանակցենք, հետո կասեն մենք չենք արել, նախկիններն են արել, 20 տարի առաջ են հանձնել Տավուշը։ Մի հիմարություն կմտածեն, պարզ է, որ երևի հիմա արդեն հանձնվելու է Տիգրանաշենը, եւ մենք կտրվելու ենք Սյունիքից եւ հանձնվելու է Թավուշի մնացած 3 այլ գյուղերը եւ մենք կորցնելու ենք վերահսկողությունը Երևան-Թիֆլիս ճանապարհի վրա։ Ու հետո նրանք կսկսեն ժողովրդին համոզել, որ ճիշտը դա է, հետո իր աղանդի զոմբիներին կհանեն փողոց, սրանք կասեն իմ կյանքից 20 տարի վերցրա, իմ երեխայի կյանքից 20 տարի վերցրա, Երևանն էլ հանձնի, մեռնեմ քեզ, մեռնեմ ջանիդ, դու մեր թագավորն ես, դու մեր Քրիստոսն ես, Երևանն էլ հանձնի։ Ու երևի տենց կլինի։ Դու ոնց ես կարծում։ Ցավոք սրտի, այո, մենք քիչ առաջ դա էինք խոսում իմ գործընկերների հետ, որ Նիկոլին երևի պիտի տալ պատվավոր Միչուրինի կոչում, ինչ եմ սա ասում, եւ սա ասում եմ առանց հեգնանքի, որովհետեւ այս մարդուն հաջողվեց այս 8 տարիների ընթացքում հային պատվաստել ինչ որ անհասկանալի գենոմ եւ ինչ որ սելեկտիվ հայի մի տեսակ կա, ով այո, կարա ասի իմ երեխաների կյանքից 20 տարի վերցնեմ տամ Նիկոլին, ով կարա ասի թուրքը գա իմ երեխաներին մորթի, մենակ Նիկոլը մնա, ով կարա ասի ոչ մի պրոբլեմ չկա, օքեյ է, թող ուրեմն ադրբեջանցին գա եւ իր օրակարգը մեզ թելադրի, մենք պիտի ընդունենք, չէ, որ այս մարդը կարողանում է, չէ, այն որ մենք անդադ ասում ենք, ես չգիտեմ, մենք Չարենցի ազգ ենք, Վիլյամ Սարոյան, Վիկտոր Համբարձումյան, ես չգիտեմ, մեր Սերգեյ Մերգելյան եւ այլն, երբ որ մենք նույն խորհրդային տարիներին մշտապես հպարտացել ենք, որ նույն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայում այսքան տոկոս ակադեմիկներ ենք ունեցել եւ այլն, այսօր մեր կներեք այս ականջակալ անդադ փոկվում է, այսօր մենք տեսնում ենք մի այս Միչուրին Նիկոլի ձեռամբ մի սեգմենտ, ով բացարձակապես ընդունում է թուրքական նարատիվները եւ թուրքական օրակարգը եւ այո, ես ինքս պիտի խոստովանեմ, ամիսներ առաջ էր իմ
Ֆրանսիացի գործընկերոջ հետ հենց Տիգրանաշենում էի, քյարքի ասեմ, որ հասկանան, եւ երբ որ ես ասեցի, որ մտավախություն չունեք, որ անկլավի անվան տակ ձեր գյուղը կհանձնվի, ես բազմաթիվ տեսակետներ լսեցի հենց գյուղացիների, որ ոչ միայն մտավախություն չունեին, նաեւ երջանիկ էին, որտեւ իրենց ասել են ձեզ փոխհատուցում ենք տալու, դուք Երևանին ավելի մոտ բնակավայր եք տեղափոխվելու։ Հիմա մենք ուզում եմ հասկանալ Արտուր, մենք ինչի մասին ենք ընդհանրապես հիմա խոսում։ Դու պատկերացրա, Նաիրա ջան, 1978 թվականի փետրվարին 21 ներկայացեմ, երբ որ առաջի ցույցն էր Ղարաբաղի հարցով։ Այո։ Դու պատկերացրա դրանից հետո որ Ղարաբաղի շարժումը սկսվեց, պատկերացրա մեկը դուրս գար բեմ եւ ասեր ժողովուրդ ջան, եկեք մենք անկլավները հանձնենք, Ղարաբաղն էլ հանձնենք։ Դե հիմա ինչ կապ ունի, իրանց տարածքն է, թող մարդիկ գան, մենք առևտուր կանենք Ադրբեջանի հետ, մեզ փող կտան, եթե մենք տեղափոխվենք, օրինակ Քյարքի դառնա Տիգրանաշենը, մենք այնտեղից դուրս գանք, մեզ փող կտան, Թավուշի համար մեզ փող կտան, դա կարևորը։ Հիմա մեզ կարևոր չի այնտեղ եկեղեցի են քանդում, գերեզմաններ են քանդում, 120,000 մարդ հանում են Ղարաբաղից, կարևոր չի։ Եկեք մենք բան անենք, փող վերցնենք եւ մոռանանք։ Դու պատկերացրա 88 թվականին դա այդպեսի բան ասեր Երևանում, երևի ամբողջ Երևանի միլիցիան որ գար, քեզ չէր փրկի մարդկանցից։ Այսինքն, այո, փոփոխություն տեղի ունեցավ մի սեգմենտի մոտ, այո, դու ճիշտ ես ասում, դա միջուրինի աշխատանք էր, բայց պետք է չգերագնահատել ես մարդուն, որտեղ այս աշխատանքը նա մենակ չի արել։ Սա մի օրում չի եղել, որ մեր ժողովրդին հասցրել են այսպիսի վիճակի, որ մարդիկ հույսներն էլ կորցրել են, ել չգիտեն ում հավատան, տասնյակ տարիներով քանդել, իսկապես եղել է եւ թալան, եւ կոռուպցիա, տասնյակ տարիներով քանդել են մեր կրթական համակարգը, մեր ժողովրդին ինչպես դու ես ասում, նստացրել են կիսաբաց սառնարանները, թե ինչ որ ուրիշ լուսամուտներ, լուսամուտները, թե սառնարանները, դե հիմա ասենք, հա, լուսամուտները, սերիալներով հաղորդումը այդպես էր, էլի, հաղորդում, այո, սերիալներով մեր ժողովրդին սնել են, թալանել, գրփել, քանդել, դպրոցները փակել, գրքերը վառել, մեր դպրոցում գիրք էին վառում, գիտես, Չեխովի դպրոցում գիրք էին վառում, ինձ դասատուները պատմել էին հետո։ Ու դրանից հետո դուք ուզում եք, որ ժողովուրդը ժպիտով գնա եւ ռացիոնալ որոշումներ ընդունի։ Իհարկե, սա մեծ վերք էր, մեծ տրավմա էր ժողովրդի համար եւ ինչպես անցյալ անգամ ասել ենք, հենց այդ ժամանակ են աղանդի անդամները որսում մարդկանց, երբ որ նրանք շոկի մեջ են, ցավի մեջ են։ Իմունիտետը թուլացած է հենց, այո։ Իմունիտետը թուլացած է, այո, եւ մենք ունենք, այո, սա ծանր հիվանդություն է, աղանդի մաս լինելը դա մեծ դժբախտություն է, որտեղ ընտանիքներ են քանդվում դրա պատճառով։ Եթե ինչ որ մեկը դառնում է սեկտանտ, շատ դժվար է այդ մարդուն հետ բերել, նա իսկապես կարծում է, որ ունի նոր Քրիստոս, սրան մի քանի անգամ Քրիստոս են, չէ՞ ասել, դու պատկերացրու դա ինչ պղծություն է։ Դա պղծություն է, նախորդին էլ հենց այդ քաղաքացու փարթիի ժամանակ մի կին ասեց ինքը Քրիստոսն է եւ ինքը հարություն է արել եւ եթե նայեիր վիզուալ ինքը աննորմալ չէր երևում։ Դե սա ծանր հիվանդություն է, սա ծանր հիվանդություն է, սա սրբապղծություն է, սեկտանտի աշխարհը շատ դժվար է հասկանալ, բայց սա այս հիվանդությունն է, որը շատ դժվար է բուժվում, այսինքն Քրիստոսը այն նկարը հիշում ես, որ Քրիստոսը պարկած էր Աստված կների ինձ էլի սենց բառեր ասելու համար, որ ծառի տակ պարկած էր կողքնե շիշը ու բան երեսին էր կեպկա էր հագած ու փորը ցած, այդ մեր Քրիստոսն է։ Հա, իսկապես մեղա, հա, այո, մեղա։ Այո, իսկապես, հա, մեղ չլինի, որ սենց բաներ եմ ասում։ Փաստորեն մեր ազգը այո, տարան այսպիսի դեզինտեգրացիայի, դեգեներացիայի ճանապարհով, դա ժողովրդի մեղքը չի, սա նույն ժողովուրդն է, որը մինչև այս խայտարակությունը տվեց ակադեմիկոս Համբարձումյան, որը տասնյակ միջազգային ակադեմիաների անդամ էր, գիտես, աստղագիտարանը մեր ունենք մենք բյուրականում, նա իր տեսություններն էր առաջարկում ամբողջ աշխարհով ծանոթ Սերգեյ Մերգելյանը 1000 անգամ ասել ենք, մենք Արամ Խաչատրյան ունենք, մենք Պարաջանով ունենք, մենք տասնյակ մարդիկ ունենք, որ պարծենում ենք, ու այդ ազգը հիմա ասում է, սա մեր Քրիստոսն է, իմ երեխաների կյանքից 20 տարի, հա, այսինքն սա կարող է ասել խորը խանգարում ունեցող մարդ, իր երեխայի, որ գոնե ասել իմ կյանքի, ասում է իմ երեխայի կյանքից, այսպիսի բան կարող է ասել խորապես հոգեպես հիվանդ մարդ, սա ծանր հիվանդություն է, բայց ելի եմ ասում, մենակ ինքը չի արել, տասնյակ տարիներով քանդել, թալանել, կրփել,
դպրոցները փակել, գրքեր եւ գիտես ոչ ոք չի ասում, հա կներեք մենք սխալվել ենք, ոչ ոք։ Դրա համար էլ ես վիճակում ենք Նաիրա ջան։ Իսկ ինչա նազիջելու մենք հեսա կտենանք։ Կսկսվի անկլավներից, դրանից հետո կասեն դե լավ, էս մի գյուղն էլ թող կան ապրեն, դե լավ, էս երկու գյուղն էլ թող կան ապրեն, էս 10 գյուղն էլ թող կան ապրեն, դե մի 300,000 մարդ էլ թող կա, կամաց կանեն։ Տեսա որ Արարատը կամաց են անում բաներից, անձնագրերից։ Բարձումա Արարատը անձնագրերից անում են, տեսեք ուր են։ Այո։ Դե լավ, հիմա Ծիծեռնակաբերդը քանի սյուն ունի։ 8 կարծեմ թե չեմ հաշվեցնում, ասենք 10 սյուն ունի։ Հա, Ծիծեռնակաբերդը վերջում մի հատ պուլպուլակ են, մի հատ ցայտաղբյուր են թողելու եւ հիմա մի հատ տեղեկատվություն փոխանցեմ Արտուր իդեպ սիրելի հայրենակիցներ, քանի որ մենք հիմա լայվ ռեժիմով ենք եւ այսուհետ լայվ ռեժիմով ենք մտնելու Արտուր Խաչիկյանի հետ, եթե հարցեր ունեք ուղված մեզ, ընդհանրապես ես, պարոն Խաչիկյանինից, կարող եք ուղիղ լայվ ռեժիմի տակ գրել եւ ընդհանրապես ինչ եմ ուզում Արտուր արձանագրել, ուրեմն հայ Երևանում հենց հիմա ուրեմն Շահին Մուստաֆաևն է, հա, բայց ուրեմն ադրբեջանցիները, ուրեմն Արցախի Մարտունու, ուրեմն Սուրբ Ներսես մեծ եկեղեցու գմբեթը, այդ խաչը բանը ամբողջովին ոչնչացրել են, էլ մենք արդեն գիտենք թե ինչ է տեղի ունեցել մնացած հայկական կոթողների հետ, Մայր տաճարի Ստեփանակերտի մենք խոսեցինք, որ լրիվ զրոյացված է։ Հիմա ես շատ եմ ուզում հասկանալ, էլի, արդյոք դու տեսնում ես, հա, այսպիսի բան համաշխարհային պրակտիկայում կա, որ մի երկիր ուզենա գնալ խաղաղության եւ հետեւողականորեն ոչնչացնի մեկ այլ ժողովրդի մշակութային արժեքները կամ հետեւողականորեն դաժանաբար իր բերթերում պահի, ուրեմն այն ժողովրդի ներկայացուցիչներին, որովհետև Ադրբեջանի Բաքվի բերթում գտնվող մեր հայրենակիցները բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, պահի նրանց եւ ավելին Ալիևը հայտարարի, որ նրանք ավելի ծանր հանցագործներ են, քան Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ուրեմն նացիստները։ Այսպիսի խաղաղության բովանդակություն, այսպիսի խաղաղության օրակարգ դու տեսել ես, միգուցե կա աշխարհի պրակտիկայում եղել է, ես չեմ տեսել։ Վերջի անգամ այսպիսի բան արել է բանը ISIS-ը, իսլամական պետությունը, որը պայթեցրել է բոլոր ոչ իսլամական կոթողները, հա, բանում, Սիրիայում, Իրաքում, եւ եկեղեցիները պայթացրել եւ կարծեմ քանդակները ոչնչացրել, իսլամական պետությունն է այսպեսի բան արել։ Այսինքն եթե նրանք ուզում են մեր հետ խաղաղ ապրեն, ինչու են մեզ ատում, ինչու են պայթեցնում մեր եկեղեցիները, մեր տաճարները։ Իդեպ եթե իր սեկտանտներին դա ցույց տաս, կամ կասեն դե հիմա ինչ է, մի տաճար ավել, մի տաճար պակաս, կարևորը կասեն նախկինները գնացել տրաքացրել եկել են։ Նախկիններն, այո։ Այո, կասեն նախկինները, հավատացնում եմ, կասեն նախկինները գնացին, այդ Ստեփանակերտի Մայր տաճարը տրաքացրեցին, քցեցին Ալիևի ջեբը։ Հավատացեք, մի սեգմենտ կա, որ հենց այդպես էլ կասի։ Այո, մեր Հարիֆի ջեբը ինքը ինչ անի, այո։ Ծանր հիվանդություն, ինչ ասեմ։ Այո, դա դիագնոզ է։ Այո, դա դիագնոզ է։ Եթե դուք խաղաղություն եք ուզում, ինչու եք ոչնչացնում մեր բաները, եկեղեցիները, տաճարները, գերեզմանները, եթե դուք խաղաղություն եք ուզում, ինչու եք ասում Զանգեզուրի միջանցքում հայի դեմք չերևա։ Ու սրանց այս շնիկների թիմը Դանոսամանի քաղաքապետի ղեկավարությամբ մեզ համոզում է, որ երբ որ դու հանձնում ես քո տարածքը 100 տարով սկզբից 74%-ն ես ուրիշ երկրին տալիս, հետո մի ուրիշ տոկոսն ես տալիս, դա կոչվում է սուվերենություն։ Այսինքն, եթե նրանք մեր հետ խաղաղություն ուզենային, նրանք մեր տարածքում կասեին դուք չերևաք, այդպիսի բան կանեին։ Եթե նրանք ասում են մեզ օր ասեք, որ 300,000 ադրբեջանցի վերադառնա Հայաստան, դա խաղաղություն է, դա Հայաստանի զավթում է։ Դու պատկերացրա Նաիրա ջան, դու զարթնես, տեսնես քո կողքը հիմա ապրում է մի քանի ադրբեջանցի ընտանիք։ Ասենք թե նորմալ մարդիկ են, չեն հարձակվում քո վրա, չնայած այն մարդիկ հետ կգան, որոշ երևի հիշողություններ ունենալու պատերազմի եւ ագրեսիվ բնականաբար։ Այո,